компании «Ташир». Все грани бизнеса. Աշխատանքային շաբաթվա մեկնարկը կտրվի վաղը երեքշաբթի, մինչ այդ մոլորակը պատրաստ է ամփոփել ոչ աշխատանքային օրերի իրադարձությունները։ Բարև ձեզ։ Եվ այսպես բարեգործական համերգ, ռեկորդներ եւ այլն անակնկալներով լի շաբաթի երեկոն ամբողջացրել է Անահիտ Կարապետյանը։ Դերասան ազատամարտիկ Կարեն Մկրտչյանի նվիրված բարեգործական միջոցառմանը միացավ նաև Լոռին։ Մինչ համերգային ծրագրի մեկնարկը Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դիմաց լոռեցի հրաշամանուկ Սարիբեկ Մոսինյանը սահմանեց 2 նոր ռեկորդ։ Առաջին ռեկորդի ժամանակ 1 տոննա 70 կիլոգրամ ավտոմեքենան Սարոն հրեց 44 մետր։ Երկրորդ ռեկորդի ժամանակ քաշի ավելացում արվեց։ Մեքենան հրեց ուղևորներով եւ արդեն 1 տոննա 273 կիլոգրամ եւ նորից 44 մետր։ Բարեգործական միջոցառման ժամանակ պարզ դարձավ, որ անակնկալ ռեկորդներ են լինում։ Հավաք եղբոր սահմանած հաջողություններով ոգևորված իր առաջին ռեկորդը սահմանեց նաև 3-ամյա Ալեն Մոսինյանը։ 1 տոննա 70 կիլոգրամ ավտոմեքենան հրեց 44 մետր։ Մոսինյաններն իրենց ռեկորդները նվիրեցին դերասանին։ Կատարվեց նաև դրամահավաք վերջինիս բուժման համար։ 3 ռեկորդներն էլ կուղարկվեն ցուցազնագիրք։ Ռեկորդս նվիրում եմ քեզ, ուզում եմ որ ինձ նման առողջ լինես։ Բարեգործական միջոցառման գլխավոր համերգային ծրագիրը Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում սկսվեց անակնկալ զանգով։ Սիմոն համերգի համար շնորհակալություն ձեր ուշադրության համար, որ այսօր ես մենակ չեմ ու շատ ուզում որ հանգացած հայ մենակ չլինի։ Սիրելի դերասանին օգնելուն ուղղված բարեգործական միջոցառման կազմակերպիչը դերասան Արտավազդ Հարությունյանն է։ Մենք շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր որ այս պահին նստած են դահլիճում ու կարծում ես Կարենի անունից եմ այս պահին շնորհակալություն հայտնում։ Թե համերգային ծրագրի մասնակիցների եւ թե լոռեցի հանդիսատեսի ցանկությունը նույնն է։ Լոռեցիներն ասում են, որ իրենք էլ են միացել բարեգործությանը եւ սիրելի դերասանի կողքին են։ Միանշանակ առողջություն եւ որ ամբողջ ժողովուրդը իր թիկունքին կանգնած եղան։ Առողջություն, հաջողություն։ Բնականաբար յուրաքանչյուր ես համախմբվածությունն է ինչ որ չափով դեր կխաղա նրա առողջության համար։ Կարեն Մկրտչյանի նվիրված բարեգործական համերգին մասնակցում են ոչ միայն մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիները։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող երգիչ Սուրոն սիրելի ընկերոջն օգնելու նպատակով է Հայաստանում։ Նախ լոռեցիներին շնորհակալ եղավ իրենց կողքին լինելու համար, հետո նաև ողջունեց երգով։ Ես իմացա եւ իմ ընկերը ասես սենց միջոցառում կա, կմասնակցեց, ասեցի մեծ սիրով կմասնակցեմ, Աստված ջան, Աստված օրհնի քեզ շուտապույտ, քեզի առողջություն, որ գաս հասնես նորից քո ազգին, քո սիրողներին, քո երկրպագուներին աղբեջ։ Կարենի նվիրված վարպետ երգի հեղինակ կատարողները եւս մաս կենտրոնում են, երգն ունի նաև անգլերեն տարբերակ, հատուկ նպատակով, ասում է հեղինակ Լևոն Սարգսյանը։ Ինձ շատ դուր եկավ, որ կարողանամ օգնեմ ինչ-որ բանով, իսկ անգլերենը նրանում էր, որ հասանելի լինի բոլորին, ոչ միայն Հայաստանում, այլ Եվրոպա, Ամերիկա։ Դերասաններ, երգիչներ, պարային խմբեր, ինչպես իրենք են նշում, ուրախ մարդուն նվիրված ցանկացած քայլ արվում է լավատեսությամբ, ստեղծելու համար լավագույն եւ բարձր տրամադրություն։ Կենսախինդ ինչպես սիրելի դերասանը, ավելացնում են ընկերները։ Լոռեցիներն էլի պատասխան այս ամենի հղում են բարի ցանկություններ ու չդադարող ծափողջություններ եւ նորից հանուն սիրելի դերասանի ապակինման։ Միանշանակ իրոք թե ոգևորվածությունը, թե այդ հոգեպես այդ սրտացավորեն լինելը մարդկային այդ ուժը, որը անընդհատ օգնության կարգով, համերգի պահով մեր հետ էին, մեր բոլորի հետ էին ու Կարենի համար, Կարենի կողքն էին, շնորհակալ եմ բոլորից։ Կարեն մեր ընկերն է, իսկ մենք հանուն ընկերների պատրաստ ենք անելու ամեն ինչ։ Շատ ուրախ եմ, որ նույնիսկ այստեղ են արձագանքել։ Ինձ թվում է, որ ամեն ինչ շատ լավ է։
Ճանապարհի օրվա վերջին մասը ավելի քան անակնկալ էր, չարվեց այնպես, ինչպես որոշված էր, եւ որոշումը փոխվեց հենց Կարեն Մկրտչյանի ցանկությամբ։ Մի քանի օր առաջ Ֆորտունա հեռուստաընկերությունը անդրադարձել էր 7-ամյա Էրիկ Գալստյանին։ Նա հիվանդ է քաղցկեղով եւ ունի օգնության կարիք։ Դերասանի ցանկությամբ համերգային ծրագրից հավաքված ողջ հասույթը տրամադրվեց Էրիկի ընտանիքին ու նորից փոխադարձ մաղթանքներ գլխավորապես առողջություն։ Իսկ Կարենի ընկերները բարեգործական համերգային ծրագրով կլինեն Հայաստանի մի շարք քաղաքներում։ Հանուս Ելի ընկերոջ շուտապույտ ապաքինման։ Անահիտ Կարապետյան, Արմեն Շաբազյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը մեծ պահքից մինչև ավակ շաբաթ Սուրբ Զադիգու մեռելոց։ Հոգևորականի հետ զրուցել է Գոհար Մովսիսյանը։ Այս տարի Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության շարժական տոնը առաքելական եկեղեցին նշեց ապրիլի 20-ին։ Ինչպես մյուս տաղավար տոներից առաջ Սուրբ Զադկի տոնին եւս նախորդեց պահքը։ Այն իր տևողությամբ ամենաերկարն է, ուստի եւ կրում է մեծ պահք անվանումը։ Տաղավար տոնից առաջ պետք է պահք լինի, ըստ եկեղեցական կարգ ու կանոնի, որպեսզի մարդը նախապատրաստական փուլ անցնի։ Իսկ քանի որ Սուրբ Հարության տոնը մեզ համար ամենակարևորագույն տոնն է, այդ իսկ պատճառով այն մեծ պահք է կոչվում, այսինքն ամենաերկար պահքն է, որը տևում է 40 օր եւ գումարած նաեւ ավակ շաբաթը։ Պահքի շրջանում պետք է ոչ միայն որոշակի սննդատեսակներից զերծ մնալ, այլև ֆիզիկական ու հոգևոր մեղքերից հնարավորինս սերբազատվել։ Խորհուրդ ենք տալիս, որպեսզի մարդիկ ոչ թե միայն սննդային պահք պահեն, այլ նաեւ հոգևոր պահք, որտեղ կարևորը մարդու հոգին է, այլ ոչ թե մարմինը, ինչպես մեր Տերն է ասել, եւ դրա համար էլ ուզեինք, որ մարդու հոգին զորանա այդ ընթացքում։ Մարդը զերծ մնա մեղքի բոլոր դրսևորումներից եւ իր հոգին եւ միտքը լուսավորված Տիրոջ լույսին ընթառաջ գա մեծ հարության տոնին։ Հարության տոնին եկեղեցական տոնացույցով նախորդում է ավակ շաբաթը, որը խորհրդանշում է Հիսուսի երկրային կյանքի վերջին շաբաթը, ներառելով մատնությունը, իր աշակերտ Հուդայի կողմից խաչելությունը եւ թաղումը։ Ավակ շաբաթը մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի վերջին շաբաթն է, իր տնօրինության վերջին շրջանն է, այդ իսկ պատճառով այն եկեղեցական տոնացույցում նաև ունի ավակ այդ նախդիրը, այսինքն բոլորի ամենակարևոր շաբաթն է իր կյանքի։ Այն իր մեջ դեռ պարունակում է մի քանի խորհուրդներ։ Շաբաթ երեկոյան արդեն հարության տոնի նախատոնակն է, հենց այս պահից սկսած էլ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Իսկ ամենակենտրոնական եւ ամենակարևոր պահը սկսվում է շաբաթ երեկոյան ճրագալույցի պատարագով, երբ որ արդեն իսկ մուտք են գործում դեպի կիրակի, այսինքն նախատոնակն է հարության, եւ այդ օրը երեկոյան Տիրոջ լույսը խորհրդաբար տանում ենք մեր տուն մոմի տեսքով, որպեսզի Տերը մուտք գործի ամեն քրիստոնյայի օջախ։ Տոնը մեզ համար շատ կարևոր է այն բանով, որ Աստծո մխիթարությունն ու խոստումն է իր մեջ պարունակում, քանզի որ գիտենք, որ Աստված խոստացավ, որ բոլոր ննջեցյալներին պիտի հարություն տա, եւ իր հարությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոս հաղթեց մահին, հաղթեց չարին, դժոխքի բոլոր կապանքները ջարդեց, փշրեց եւ մեզ հույս ու մխիթարություն տվեց։ Ինչպես եւ մյուս տաղավար տոներին, այնպես էլ հարության տոնին հաջորդում է մեռելոցը։ Քահանայի խոսքով հենց այս օրը պետք է այցելել ննջեցյալներին։ Մենք որպես քրիստոնյաներ մեզ համար հարության խորհուրդը մեր փրկության, մեր ամենանվիրական տոնն է։ Դրա համար է, որ հաջորդ օրը երկուշաբթի օրը մենք նաեւ կատարում ենք հիշատակ բոլոր ննջեցյալների, այսինքն հարության խորհուրդը նախ եւ առաջ ավելի պետք է մեր ննջեցյալներին, որտեղ նրանց է խոստացել Աստված։ Դրա համար է, որ մենք այդ հոգեհանգստյան կարգով նաև հարության ավետիսը փոխանցում ենք մեր ննջեցյալներին։ Հոգեհանգստյան կարգը դա մեր եւ ննջեցյալների կապն է։ Տոնորին ըստ կարգի եւ աստվածադիր կարգի տոնորերին պետք է մարդը ուրախանա, տոնը տոնի, այլ ոչ թե գնա այցելի ննջեցյալին։ Դրա համար է, դա նման է այն բանի, որ ասենք հարսանիքի ժամանակ հարսնփեսան գնան գերեզման կամ չգիտեմ ինչ։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց այդպես է, տոնը պետք է տոնվի։ Եթե հիմնված է տոն, ուրեմն պետք է այդ տոնը նշվի, այլ ոչ թե այն խառնել ինչ որ հին սովորույթների հետ
որոնք տգիտության ուղղակի արդյունք են եղել, այսօր փառք Աստծո, ցանկացած հարցի պատասխան մարդ արարածը կարող է գտնել այն էլ ճշմարիտ պատասխանը եկեղեցու հետ կապված։ Հոգևորականները հավատացած են, որ ժամանակի ընթացքում քրիստոնյաների շրջանում կդադարի գործել ավանդաբար փոխանցված սխալ կարծրատիպը եւ մասսայականություն ձեռք կբերի ճշմարիտ քրիստոնեական ավանդույթը։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Կարճատև դադարից հետո հերթը եղանակինն է, կանխատեսումները կներկայացնի Էռնա Անտոնյանը, իսկ ես այսքանով ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք ցտեսություն։ Գնայք ցածր գնով էլեկտրատեխնիկա եւ համակարգիչ լյուքս մասնագիտացված խնութրից։ Խնայեք ձեր ժամանակը լյուքս մասնագիտացված խնութրը, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 28։ Լուսատու Լամպերի և ջահերի հարուստ աշխարհ, որոնք առանձնանում են իրենց նրբաճաշակությամբ և դիզայնով։ Լուսատու Այստեղ դուք կգտնեք տարբեր ինտերիերներին համապատասխան լամպեր և ջահեր։ Լուսատու Ստեղծեք ձեր ուրույն ինտերիերը մեր առանձնահատուկ ջահերով։ Լուսատու Բարև ձեզ, նախքան եղանակին անդրադառնալը հիշեցնեմ, որ եղանակի տեսության աջակիցներն են Lux Computers-ը, ինչպես նաև Լուսատու մասնագիտացված խանութ սրահը։ Այժմ անդրադառնամ եղանակին։ Եղանակը կպայմանավորվի հարավ-արևմտյան ցիկլոնի անցմամբ։ Այս գիշեր եւ ապրիլի 22-ին ողջ հանրապետության տարածքում սպասվում է անպամած եղանակ, ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամին կլինի մինչեւ 20 մետր վարկյան արագությամբ։ Հյուսիսային եւ արևելյան շրջաններում հավանական են տևական առատ եւ մեծ քանակությամբ տեղումներ, հնարավոր է նաեւ կարկուտ օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կլինի։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 11, ցերեկը 19 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 8, ցերեկը 12 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 10, ցերեկը 18 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 8, ցերեկը 13 աստիճան տաքություն։ Ստեփանավանում կլինի գիշերը 8 աստիճան, ցերեկը 12 աստիճան տաքություն։ Իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 9, ցերեկը 14 աստիճան տաքություն։ Երևանում ապրիլի 22-ին սպասվում է անձրև եւ ամպրոպ, հնարավոր են առատ տեղումներ եւ քամին մինչեւ 12 մետր վարկյան արագությամբ կլինի։ Մայրաքաղաքում կդիտվի մինչեւ 25 աստիճան տաքություն։ Անկախ եղանակային կանխատեսումներից, ժպտացեք հաճախ, ցտեսություն։